Ես ցանկացել եմ շարունակել, որովհետև կարծում եմ, որ իմ 5 տարվա աշխատանքը, լինելով ամենաերկար ազգային ժողովի նախագահ պատմության, միակ ազգային ժողովի նախագահ մինչ այս պահը, ով ամբողջությամբ իր ժամկետը աշխատել է, ես կարծում եմ, որ իմ աշխատանքը պետք է շարունակել, բայց նաև գոյություն ունի վարչություն եւ կուսակցություն եւ ես ձեզ նաև այդ հարցազրույցների մեջ պատասխանելիս ասել եմ ոնց կորոշի վարչությունը եւ ես ենթարկվում եմ իմ վարչության որոշմանը եւ չեմ շարունակի ազգային ժողովի նախագահի պաշտոնում նեղվածություն որպես այդպեսին չունեմ, կարծում եմ, որ աշխատանքային process-ը ենթադրում է, որ ինչ-որ փոփոխություններ, ես էլ չէ հասկանում, որ 5 տարին երբ որ լրանա, ես նորից պետք է գնամ այդ մանդատը ստանալու, ենթադրում եմ, որ ինչ-որ փուլում, ինչ-որ տեղում օգտակար կլինեմ մեր երկրին, կշարունակեմ օգտակար կլինեմ մեր կուսակցությանը, ես վարչապետի հետ քննարկել եմ, ինչպես նաև վարչության հետ եմ խոսել, չեմ վերցնի մանդատը եւ չեմ գա ազգային ժողով, որպես պատգամավոր շարունակելու աշխատանքը ուզում եմ մի քիչ նախ եւ առաջ ուզում եմ մի քիչ հանգստանամ, ինձ համար անկեղծ շատ աշխատանքային ծանր էր, ազգային ժողովը մի մոռացեք, որ սա ետպատերազմյան ազգային ժողով էր, սա տարբեր մարտահրավերների եւ ծանր իրավիճակների մեջով անցած ազգային ժողով էր եւ իրոք շատ դժվար էր այն աշխատանքը, որը ես իմ գործընկերների հետ մեկտեղ իրականացրել եմ եւ իսկականից ուզում եմ մի քիչ հանգստանամ, նաեւ անձնական կյանք ունեմ եւ անձնական կյանքս եմ ուզում ինչ որ ձևով արդեն վերջնական կարգավորեմ եւ ուզում եմ ինչ որ ժամանակ դուք էլ ինձ կարոտեք եւ մարդկանց շատ չհոգնեցնեմ։ Ինչ որ բան բաց թողեցի։ Վարչապետի հետ քննարկել եք հետագա հանգստանալուց հետո։ Ոչ, այս պահին որևիցե բան չենք քննարկել, որևիցե բանի հետ կապված ոչ մի պայմանավորվածություն գոյություն չունի, որևիցե հարաբերություն, ես տեսա դուք վարչապետին հարցնում եք մեր հարաբերությունների մասին, ուզում եմ առիթը օգտագործեմ, ասեմ, խնդրեմ ապագայի հետ էլ կապված։ Ես քաղաքականության մեջ կամ միայն քաղաքացիական պայմանագրի շրջանակում, միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ընդհանրապես քաղաքական գործիչ Նիկոլ Փաշինյանի հետ աշխատելու տրամաբանության մեջ ես չեմ տեսնում ինձ երբևիցե առանց Նիկոլ Փաշինյանի որևիցե քաղաքական process-ում։